փորձում են իբրև թե վախեցնել մեզ, բայց ես կրկին ուզում եմ շեշտել, սա Նիկոլ Փաշինյանի թույլ իշխանության վախի դրսևորումն է, նա հասկանում է, որ շուտով իշխանություն է կորցնելու եւ այսպես փորձում է, ինչպես ասում են, փրփուրներից կառչել, մեզ սա չի վախեցնելու, մեր թիմակիցները ուժեղ են, մեր կանայք ուժեղ են, դուք գիտեք, որ եւս մի կին է բերման ենթարկվել, այսինքն նրանք փորձում են կանանց դեմ պայքարելով ինչ որ հարցեր լուծել եւ ենթադրելի է, որ ելի նույն անհեթեթ մեղադրանքով իբրև թե բարեգործական գործունեության արգելքի խախտում, գիտեք, սա որ Արտաշատի գրասենյակի պատասխանատուն։ Այո, Արտաշատի գրասենյակի պատասխանատուն է բերման ենթարկվել, սա արդեն գիտեք նույնիսկ զավեշտալի չէ, այնքան անհեթեթ է ու ձեռագիրը կրկնվող, ես գիտեմ, հասկանում եմ, թե իրենց նպատակը որն է, հավանաբար իրենք փորձում են իբրև թե ճակերտավոր հիմքեր ստեղծել, որպիսի փորձ անեն մեր կուսակցությունը չգրանցել, բոլորս հասկանում ենք, թե ինչ քայլերի է դիմում այս վախեցած իշխանությունը, բայց ինչպես քիչ առաջ իմ գործընկերը շեշտեց, մենք չենք վախեցել, մենք չենք ընկրկելու, մեր թիմը ուժեղ է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած ճանապարհով։ Այս պահի տեղեկությունները այսքանն են, բարբերաբար թարմացումներ կլինեն եւ մենք կհաղորդենք ձեզ։ 15 հոգին եւ համակիրներ են եւ ցուցաբերված տեխնատուներ։ Մեր կուսակցականներն են, անվանական տվյալները եւ նման մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ ամեն պահի բերման ենթարկվածների թիվ է փոխվում, դրա համար սպասենք վերջնականանա ինֆորմացիան եւ հաղորդենք։